Շնորհակալություն։ Նախ նշեմ, որ հիմնական խնդիրներից մեկը այս պահին դա ատելության դեմ պայքարն է, ընդ որում ազգանության դրսևորումներով եւ ուղիղ կապ կա ատելության, կոնֆլիկտների եւ մարդու իրավունքների խախտումների միջեւ։ Խաղաղության ցանկացած օրակարգ նախ եւ առաջ ենթադրում է ատելության դրսևորումների վերացում, դրա դեմ պայքար։ Այստեղ կարծես թե միջազգային կարգավորումները բազմաթիվ են, տարբեր իրավական ակտեր, ռեզոլյուցիաներ, ռեկոմենդացիաներ կան, հիմնական խնդիրը դրա դեմ պայքարն է, հատկապես երբ արդեն կա սոցիալական մեդիա եւ տեխնոլոգիաների զարգացումը նաեւ անվերահսկելի է դարձնում այդ ատելության խոսքը։ Մեկ միասնական բնորոշում գոյություն չունի, նման բնորոշումներ տրվում են թե Միավորված ազգերի կազմակերպության, թե Եվրոպայի խորհրդի շրջանակներում, եթե ընդհանրացնելու լինենք հիմնական հատկանիշները, արտահայտման ցանկացած դրսևորում, որը խթանում է բռնություն, ատելություն կամ խտրականություն անձի կամ որոշակի խմբերի նկատմամբ պայմանավորված որոշակի հատկանիշներով հիմնականում հիմքում դրված են հենց ազգային էթնիկ պատկանելիությունը, կրոնականը, իհարկե խտրականության այլ հիմքերով հրահրել է բռնություն տվյալ խմբի դեմ եւս դասական առումով օգնում է ատելության խոսքի սահմանման ներքո եւ նաեւ ատելության խոսքը միտված է որոշակի խմբի նկատմամբ բացական վերաբերմունքի կարծրատիպերի ձևավորմանը, այդ խմբի ստորադասության ընդգծմանը, որն էլ արդարացնում է բռնություն տվյալ խմբի նկատմամբ։ Եվ ատելության հիմնական դրսևորումներից մեկը, որ որոշակի խմբի տրվում են այնպիսի բնութագրիչներ, որը նսեմացնում է, դառնում է արդեն ամոթանքի առարկա եւ այդ հանգամանքով պայմանավորված հասարակության մյուս անդամները ծաղրում են եւ այլ խտրական դրսևորումների են ենթարկում եւ զեկույցի շրջանակներում է ըստ էության դուրս են բերվել այն բնութագրումները, որոնք ադրբեջանական հասարակությունում կամ բարձրաստիճան ղեկավարների կողմից տրամադրվում են հայերին, ընդ որում այստեղ հատկանշական է, որ համեմատություններ կան կենդանիների հետ կամ հայերին նույն ներկայացնում են որպես անմարդկային էակներ եւ այս բնութագրումը նաեւ ծնում է, արդարացնում է հայերի նկատմամբ տարաբնույթ հանցագործությունների կատարում։ Օրինակ նույն խոշտանգումների, ծեծի կամ բռնությունների դրսևորումները արդարացվում են նրանով, որ հայերը կենդանիներ են, շներ են, շների պես պետք է վերաբերել եւ մենք կարող ենք ուղիղ կապ տեսնել վերաբերմունքի եւ արդեն մարդու իրավունքների խախտումներ ծնող գործողությունների միջեւ։ Եվրոպայի շրջանակներում գոյություն ունի հանձնաժողով, որը ռասիզմի եւ անհանդուրժողականության դեմ պայքար է մղում, ըստ էության այս հանձնաժողովի կողմից նաեւ ձևավորվել են այն չափանիշները, որոնց միջոցով կարելի է գնահատել ատելության խոսքը, որպես գործոն հաշվի են առնում համատեքստը, քաղաքական մթնոլորտը, խոսքի նպատակները, դրսևորման ձևերը եւ իհարկե մեծ նշանակություն ունի խոսքը արտահայտողի կարգավիճակը եւ այս առումով հետազոտության շրջանակներում հատուկ ուսումնասիրվել են բարձրաստիճան պաշտոնյաների խոսույցները, որոնք ազդեցություն են թողնում հանրային գիտակցության վրա, կարող են ուղղորդել հասարակությանը եւ ինչու ոչ նաեւ լրագրողներ, որոնք կրկին հասարակական կարծիքի ձևավորման առումով մեծ նշանակություն ունեն։ Եվ նաեւ նշեմ, որ ատելությունը այդ խտրականություն ծնող հանգամանք է, իսկ խտրականության դեմ պայքարը նաեւ իրականացվում է ՄԱԿ-ի ռասական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիայի հիմքով։ Նշեմ, որ Հայաստանի Հանրապետությունը ըստ էության հայց ունի ներկայացված Ադրբեջանի դեմ հենց ռասական խտրականության բոլոր ձևերի վերացման կոնվենցիոնալ հիմքով
եւ արդեն իսկ միջազգային արտադրության դատարանի կողմից կայացվել են մի քանի որոշումներ, ժամանակավոր հայցի ապահովման միջոցներ, բայց որտեղ ուղիղ ձևով արձանագրված է, որ Ադրբեջանը պետք է ձեռնպահ մնա ատելություն հրահրելուց եւ հայերի նկատմամբ պետական մակարդակով խտրական քաղաքականություն վարելուց այս ժամանակավոր միջոցները միտված են ապահովելու նախադրյալներ մինչև դատական ակտի կայացումը, իսկ այս հարցերի վերջնական պատասխանը մենք ակնկալում ենք տեսնել հենց վերջնական դատական ակտում, եթե այլ զարգացումներ, ինչպիսիք օրինակ հայցերից փոխադարձ հրաժարումն է տեղի չունենան։ Շնորհակալություն։